բարի լույս չեմ ասում, չեմ կարող ասել, որ լույսը բարի է, երեկվա բուռն քննարկումներից հետո, ինչ-որ մի տականք, որը որ գրզո կոչեցյալ է, մինչև որ դուք ձեր սուրճը վայելեք, առավոտվա, դուք ինձ կվայելեք մի քանի րոպե։ Ուրեմն ես խոսալու եմ ըստ ձեր լեզվով։ Գիտեմ, որ շատ բազմաթիվ մարդիկ կան, ու երեք շատերն են ինձ գրել, որ մի բան անենք այսօր, արձագանքենք եւ այլ, եւ իմ արձագանքին էլ են սպասել, որ ես պետք է երեք արտահայտվեի, ոչ, ես արտահայտվել եմ իմ գրառմամբ, բայց հիմա ես շատ սթափ ու շատ հանգիստ, որտեղ ես սպասել եմ, որ հենց առավոտը լինի, խոսեմ հենց իրանց լեզվով։ Նմանատիպ տականքները, փողոցայինները, որոնք որ ընկել են այդ խոսափողը, որ բերում են դնում են բերաններիդ, դուք արդեն չգիտեք, երևակայությունների մեջ եք ընկնում։ Չգիտեք ինչ խոսակ, ոնց խոսակ, ինչ ասեք։ Հիմա գրզո ես, ալեն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ ձեր բոլորի վրա։ Այ եթե դուք մի հատ սուքուր նշանակեիք, գուցե եւ կիմանայիք Արցախում մի օրվա մեջ ինչքան զոհ է եղել։ Եթե մի փոքր հետամուտ լինեիք, այ փալասներ, փողոցայիններ, ուրիշ խոսք չկա, դուք պարոն չեք, դուք փողոցային եք բոլորդ։ Այ եթե դուք մի փոքր էլ հետամուտ լինեիք, հաստատ ձեր մեդիաներով, հաստատ ՀՀ-ի հանրապետության հեռուստաընկերություններով, հաստատ կիմանայիք այդ տղաները ինչեր են արել մեկ օրվա մեջ։ Եվ ոչ թե, եթե դուք չեք կարող տարբերեք 210-10-ից, նախ 212, 225-ը, երկրորդներ 200 հոգի ձեր համար ոչ մի բան է, այդ պլյուս մինուս 50-ն է դարել, կամ մնայք կռվեիք միջև վերջ։ Ու եթե մի քիչ ավել հետամուտ լինեիք, դուք կիմանայիք, որ Արցախի վերջի մարտական գործողությունների ժամանակ առանց որևէ մի օգնության, անգամներ ավել մեր տղաները ճնշել են հակառակորդին։ Դուք այդքանը չեք կարող իմանալ, որտեվ դա ձեզ պետք չի, որտեվ դուք այդ մարդիկ չեք։ Վերջի մարտական գործողություններից ելնելով բոլորդ կարծում եք, թե այդ տղաները, այդ երեխեքը, այդ ամուսինները ոչ եղել են, ոչ էլ, ընդհանրապես իրանք գոյության մեջ չեն եղել։ Հիմա խոսքս հղեմ անձամբ այդ տականքին։ Այդ որ կանգնում ասում եք 265 հələ ինձ նշում են ստեղ, կներեք։ Այդ որ կանգնում ասում սուտ ես ասում, մատնել ցցումա լրագրողին։ Ոչ մի բան Արցախում չի եղել, մի 10 հոգի է զոհվել։ Բերեք իմ որդուն ինձ տվեք։ Սպասում եմ։ Կարաք։ Եթե դուք չգիտեք ձեր հայորդիները ինչ են արել, ես ցավում եմ։ Ես ասել եմ, ես ասելու եմ, ես ապրեցրել եմ եւ ապրեցնելու եմ ամեն Աստծո օր ձեր աչքն էլ հանելով, բոլորիդ աչքը հանելով, մատս էլ ես կողելով ձեր աչքի մեջ խառնելով, բոլորիդ։ Ես ասելու եմ, որ այն ինչ որ արել է իմ Տիգրանս, դուք ոչ մեկը չարժեք իրա ոտի տակի կեղտին։ Հասկացանք իրար։ Այդ որ ասում եք, այո, 20 թվին, այո եւ այլ, այո, ճիշտ եք ասում։ 16, 20 հայրենիքի պաշտպանություն ա եղել, բայց 23 թվականին այ փնթի փարախներ։ Եթե դուք չեք հասկացել, 21 տարեկան իմ որդին հասկացել է ու գիտի, որ ինքը բացի հայրենիքի պաշտպանությունից նաև 120,000 կյանքի համար պատասխանատու է եղել։ Այդքանը ձեզ ոչ մի բան չի ասում, երբ որ 120,000 շունչ եղել են ցեղասպանության առաջ։ Չէ, իհարկե ոչ։ Ըստ ձեր լեզվով նաև ասեմ, վերընկեք տեղներդ, հանգիստ թողեք այդ երեխեքի ոսկորները։ Հերիքա դուք անընդմեջ, անընդհատ
անընդհատ ու անընդմեջ դուք թիրախ եք կամ էլ թե չէ անընդհատ դուք ծնողներին ցավացնեք։ Երեք բազմաթիվ ծնողներ վատացել են։ Ինչի համար։ Դուք գիտեք, որ մենք ծնող ունենք, որ իր երկու որդիներն են եռաբլուրում հանգրվանում։ Չէ, դուք տեղյակ եք դրա մասին։ Թե ձեր համար դա ոչ մի բան է։ Հա էլի պլյուս մինուս 50 է, ինչ ա եղել որ։ Դե իհարկե, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ընդամենը մի օր մարտական գործողություն է եղել, պատում էշ։ Հեչ, ոչ մի բան։ Դե ցանկանում եմ դուք էլ ընկնեք մեր օրը։ Դուք բոլորդ։ Դուք հələ շատ վատ օրեր եք տանելու։ Ու հերիքա պարակտեք, հերիքա այս ժողովրդի մեջ մցնեք այդ ատելությունը, ասել եմ ու ասելու եմ, եթե մտածում եք, որ դուք այդքան լավ տղա եք, դուք չարաշար շփոթվում եք, դուք տղա չեք, դուք տղամարդ էլ չեք, դուք փալասներ եք բոլորդ, մեկը գժանոցից փախած ասաղ աշխարհով մեկ խայտարակ արած, մեկը իրան եսի մինչի տեղա դրե, դե դու վաբշե էլի, գրզո կոչեցյա, կանգնել ես հաթաթա ես բոլորին տալի, սաղին առել ես, սաղ Երևանի կեսի շինությունը քոննա ընգել ես եսի մում հետևից, ինչ ուզում ես արա, ուզում ես գլխիդ վրա ստոյկատուր ման արի, երեխեքին չկպնել, ոչ մի երեխու չկպնել ընդհանրապես, և հերիքա բոլա ձեզ բոլորիդ, թքած ունեմ ես սաղիդ վրա, ոչ էլ վախենում եմ ձեզանից, դուք ով եք որ, դուք ով եք, դե փորձեք հələ մի անգամ էլ ասեք, ինչա ուզում եք որ ծնողները գան կառավարության առաջ ակցիա անեն եսի միջան, դո չի լինելու տենց բան, որտեվ ձեր նմաններին արդեն շանտեղ էլ պիտի չդնեն, այդքան մի բան, դե գնացեք ու վայելեք ձեր առավոտվա սուրճը, երբ որ ես ասել եմ, որ դուք բոլորդ պոռնիկներ եք, ընդեղ հավաքված նստած այդ խունտայով, այն որ նկարներ են հրապարակում, որ հենց ձեր ԿՊԱ-ական դեպուտատները նստած ոտերը տնգած ջահել կինա եւ ընդե գրածա ինչ աշխատավարձ ստանում եւ զինվորները ինչքան են ստանում այ դրա մասին մտածեք եւ ամենաշատը ես այս պարագայում մեղադրում եմ ՊԲ-ի նախկին հրամանատարին որ մի անգամ չի ելնում սրանց լեզուները չի սսկում չի ասում թե իր բանակը ինչ է արել եւ ավելին էլ ասեմ Եթե դուք էդ եք այդ քակերած շան նման, որ պիտի ներողություն խնդրեք, խոնարհվում եմ 210 չեն 210 են, եթե ձեր համար այդ 210-ը հեչ է, մի խոնարհվի, ես եմ ծնողը, իմ դեմը պիտի խոնարհվես, ես դրա կարիքը չունեմ։ Դու այդքան չկաս, որ գաս իմ մոտ խոնարհվես։ Իրոք դու չկաս այդքան։ Գնացեք ու վայելեք, ոչխարներ։